Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Աջափնյակի մետրոն անպայման կառուցվելու է, ու դա իրենց քաղաքական որոշումն է։ Ընտրություններից մեկ ամիս առաջ ինչու է կրկին ակտիվացել մետրոյի թեման։ Դե մետրոն պարտադիր պետք է, դա ընտրությունները հեչ կապ չունի դրա հետ, իրանք միշտ էլ պետք է դա կառուցեին, դա լիներ։ Մետրոյի թեման բարձրացնում է, ասում է, բայց առանց պատկերացնելու անգամ մենք այդպես էլ չկարողացանք կիսակառույց 60%-ով պատրաստ մետրոն շահագործման հանձնել։ Հիմա հերթական շոուն է, երևի ընտրությունների հետ կապված, հիմա բոլորը երևի դրա մասին կխոսեն ինչ-որ բաներ։ Ես ցավ եմ ապրում դրա համար, որովհետև այս քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է։ Ոչ միայն մեքենաների քանակությունից, այլ խելացի անվտանգ երթևեկությունը կազմակերպելու։ Այդ թեման ընդհանրապես ոչ մեկը չեն էլ խելքները չի էլ կտրում դրան անդրադառնան, էլի, որովհետև վտանգավոր թեմա է։ Հերթական սինխոստումներ են։ Միշտ է ակտիվ եղել, ինձ թվում է, հիմա չէ որ ակտիվացել է, բայց լավ չի որ կառուցվում է, շատ լավ է։ Եթե ժամանակի ընթացքում այդ հարցը բարձրացված է եղել, ուրեմն պետք է լուծում տրվի, ինչ ասեմ, ես ուրախ եմ, որ պետք է կառուցվի մետրոն։ Դե հասկանալի է ինչու, որ իրանց ընտրենք։ Գիտեք, այն ամենը, որ վերաբերում է քաղաքական պայմանագրի անդամների հայտարարություններին, ես մեծագույն թերահավատությամբ եմ նայում եւ չեմ հավատում ոչ Ավինյանին, ոչ Նիկոլին։ Բնականորեն, որտեղ փորձում են ինչ-որ մի բան անել ընտրություններից առաջ, տեղեկատվական առումով։ Աշխատանքի եմ գնում ոտքով, հետ գալուց շատ հոգնած եմ լինում, այդ ժամանակ եմ օգտվում տրանսպորտից։